Այսօր պարոն Բլբլթանի ամենաչսիրած օրերից մեկն է։ Գիտեք ինչու։ Որովհետև դաս պատասխանելու օրն է։ Տեսնես մի բան սովորել է։ 1 2 1 2 1 2 3 4 աչ ձախ աչ ձախ։ Սա ինչ է։ Գիրք տետր մատի թուղթ։ Չլինի թե պատրաստելու ենք գիտելիքներով լիապուր։ Մի րոպե, այսօր այն օրն է, կորած եմ երեխաներ, կորած, ես պետք է ստուգողական գրեմ, ինչ եմ անելու, հիմա ուսուցիչը կգա և կասի, պարոն Բլբլթան, պատրաստել ես վարժությունները, կրկնել ես տնային աշխատանքները, կորած եմ երեխաներ, կորած, իսկ ես ոչ մի դաշ չեմ անել, ասեմ ավելին, ոչ մի վարժություն չեմ կրկնել, ինչ անել, մտածիր, պարոն Բլբլթան, հանգիստ, մտածենք, առաջնահերթ պետք է մեղրաջուր խմել, մեղրաջուր, մի րոպե, մեղրաջուրն օգնում է հիշողությունը կարգավորել, դե, երեխաներ չօգնեց, ոչինչ չեմ հիշում, դրան զանգն է, կարծես ուսուցիչն է, կորած եմ, կորած։ Գիտելիքը հզոր ուժ է, որը միշտ էլ օգնում է ավելի ճիշտ ապրել, հարստացնելով մարդու միտքն ու հոգին։ Կրթված մարդն այնուամենայնիվ գտնում է իր ճիշտ տեղն ու դիրքը, արժանանալով շրջապատի ուշադրությանն ու համակրանքին։ Հայտնի է այն միտքը, որ մարդը ստեղծված է այն գրքերից, որոնք կարդացել է։ Հետևաբար պետք է շարունակ լցնել ու հարստացնել գիտելիքների պաշարը, ձգտելով ինքնազարգացման։ Գիտելիքը միակ բանն է, որը միշտ քեզ հետ է, այն քեզնից ոչ ոք չի գողանա, պատահաբար գրպանիցդ չի ընկնի և չի կորչի։ Գիտելիքով զինված մարդը կարող է անգամ աշխարհը գրավել, շատ դռներ նրա առաջ բաց կլինեն։ Գիտելիք, կյանքի, մարդու, աշխարհի և բնության մասին, այն հեռու թվացող, բայց իրականում շատ մոտ ու հասանելի մի բանալի է։ Բանալի, որով կարելի է բացել բառացիորեն բոլոր դռները, տան սովորական դռնից մինչև տիեզերանավի խցիկի դուռը։ Այդ բանալուն տիրելու համար շատ պարզ բան է պետք՝ սովորել և սովորել։ Բարև ձեզ ընկեր Գիտունիկյան։ Տնային աշխատանքները կատարել ես, վարժությունները լուծել ես։ Ով ես։ Այո։ Դե, հիմա հստուկ ենք։ Տիկին Գիտունիկյան, մինչ դասին անցնելը, թեյ չեք ուզում։ Ոչ, Իսկ միգուցե սուրճ։ ոչ, Թար մրգերից կանված հյութ։ ոչ։ Լավ չէ երեխաներ, ինչ անենք։ Իսկ միգուցե թխված կապլիտ, համենված մորիով։ Ոչ չեմ ուզում։ Աղցան կաղամբով։ Ոչ, Բորշ և թանապուրը չեք ուզում։ իհարկե ոչ։ Երեխաներ, կաշվեցիք։ Ուշադրություն։ Վարժություն համար 348։ 4 ոտք ունի, բայց շուն չի։ Ձու է ածում, թռչուն չի։ Խոտ է ուտում, կովի պես, պատյան ունի, տուն չունի։ Դե արի գուշակիր երեխաներ։ Ինչ անեմ, երեխաներ, ինձ կօգնեք, ով կարող է ասել ինչն է։ Ինչ։ Չեմ լսում, ավելի բար։ Ճիշտ է, ապրեք դուք հա։ Ընկեր Գիտունիկյան, ես գիտեմ հարցի պատասխանը։ Դե, Դա կրյան է։ ճիշտ ես, դա կրյան է։ Ապրեք երեխաներ։ Հաջորդ վարժությունը։
Բաու, երեխաներ ինչն է, ինչ, ով ասաց մեղուն, դու ասացիր, ճիշտ է աս, դու ասացիր, շատ ճիշտ ես, մենք գիտենք հաջորդ հարցի պատասխանը, Դե լսում եմ, դա, մեղուն է, ճիշտ է, ապրեք, հաջորդ վարժությունը, նորից, լսում ենք ուշադիր, երբ դնում ենք կտրատում, մանիկ մասնատում, լացացնում է ինձ ու քեզ, անունն ասեմ, թե գիտես, մի րոպե, այդ հարցի պատասխանը ես գիտեմ, չէ որ ես խոհարար եմ, դա սոխն է, Առաջադրանք համար 199, մտնում ես մոտ սենյակ, սենյակում կա գազօջախ, կերոսինային լամպ և մոմ, գրպանումդ կա մեկ տուփ լուցկի, ինչը կվառես առաջին հերթին, սա շատ բարդ խնդիր է, 10-րդ դասարանի, ինչպես ես կարող եմ պատասխանել, ինչ անեմ երեխաներ կաշվեցինք, կարծում ես, մենք գիտենք առաջին հարցի պատասխանը, դե, դա լուցկին է, ճիշտ է, ապրես թղթոդա, ապա, հաջորդ հարցը, նորից, ահա, դու ինքնաթիռի օդաչու ես, ըհը, որը թռչում է Լոնդոնից Բերլին, Փարիզից Երևան և Մոսկվայում վայրիչ է կատարում, հարց, ինչ է օդաչուի անունը, ես չիմանամ ինչ է օդաչուի անունը, որտեղից կարող եմ իմանալ, Արա դու գիտես, ասա, ճիշտ է, չէ որ հարցի սկզբում նա ասաց ինքնաթիռի օդաչուն դու ես, այսինքն ես, ստացվում է, որ օդաչուն ես եմ, պարոն Բլբլթանը, ճիշտ է, ապրես, և վերջին հարց, այ, որ փիղը կնճիտ չունի, ես ինչ իմանամ, որ փիղը կնճիտ չունի, դու գիտես արա, ճիշտ է, մենք գիտենք երրորդ հարցի պատասխանը, դա շախմատի խաղաքարն է, կրկին ճիշտ պատասխանեցիք, ապրես արա ջան, Քերի այգեպան, բերեք կարկերը, Քերի այգեպան ինչ անում այստեղ, Քերի այգեպան, այդ ինչ եք բերում, հիմա լսենք հարցը, 10 կիլոգրամ բամբակն է ծանր, թե 10 կիլոգրամ երկաթը, ինչ իմանամ, 10 կիլոգրամ բամբակ, 10 կիլոգրամ երկաթ, Քերի այգեպան, դուք գիտեք հարցի պատասխանը, չէ որտեղից, ես էլ չգիտեմ, երեխաներ, միգուցե դուք ինձ օգնեք, չեմ լսում, ճիշտ է, մենք գիտենք այս հարցի պատասխանը, ապա, նրանք հավասար են, չէ որ երկուսն էլ կշռում են 10 կիլոգրամ, ապրես, պարոն լավ այգեպան, պատրաստվել ես, դե, անցնենք վերջին հարցը, այ, կարող ես գուշակել, որ մուլտֆիլմից է, մուլտֆիլմեր, ես մուլտֆիլմեր շատ եմ սիրում, դե, սա բարե կենթանն է, ճիշտ է, հաջորդը, տեսնենք, Ոտքերով խաչեր եմ գնում եմ գնում Եվ ցերեկը և գիշերը այս օտար երկրում Եղանակը խանգարում է գնում եմ գնում Եվ արդեն վաղուց է հյուր եմ այս օտար երկրում
it, move it. She like to move it, move it. You like to move it. I like to move it. Սա արյուծ Ալեքսի, մոլակույտ գլորյայի, հերի Մարտինի, արկածները Մադագասկարում։ Ճիշտ է։ Եվ վերջինը։ Տեսնենք։ Իսկ վերջին մուլտֆիլմը Մաշան եւ աշխարհի ամենաբարի արջուկի արկածները։ Ապրես, պարոն Բնբլթան։ Խոստանում եմ միշտ սովորել դասերս։ Սովորել եւ նորից սովորել։